կանչում եմ արի Մենք պարապում ենք Մենք կանչեցինք ու նրանք եկան Մենք էլ եկանք այս կողմ տեղավորվեցինք ու քանի որ եկել ենք այս կողմ ու արդեն տեղավորվել ենք կանչել ենք նրանք էլ եկել են Պետք է ողջունենք մեր խոհանոցային ամենահամեղ հատվածում այսօր, քանի որ Անուշը մենակ չէ եւ շտապենք նաեւ պատմել, թե Արմանի հետ ինչ են պատրաստելու։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, այսօր շատ հետաքրքիր օր է մեզ սպասվում։ Անակնկալներով լի եւ Արմանը իր հետ բերել է ոչ միայն գունեղ հետաքրքիր բաղադրատոմս, որ հիմա կներկայացնի, այլև իհարկե գիտենք, եթե Արմանը եթերում է, կադրում է, ուրեմն հումորն անպակաս է։ Այնպես որ լավ տրամադրություն է սպասվում, Արման դե ասա, ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք պահքի թեմատիկայով, բայց սենց մի հատ հետաքրքիր միքս ենք անելու, պահքը եւ գավառը փորձել եմ սենց համատեղել։ Մի քիչ առանց գավառ կլինի։ Առանց գավառ չի լինի, բայց գավառ եւ պահք մի քիչ այդ մասը, քանի որ ինչ բաղադրատոմս որ մենք այսօր ունենք, ես պետք է սենց խնդրեմ իմ համագյուղացիներին, համաքաղաքացիներին, որ ինձ ներեն, որովհետև այն ինչ որ պատրաստելու ենք այսօր, արիշտան չի մատուցվում առհասարակ առանց քյուֆտայի, բայց քանի որ պահքային կերակուր ենք պատրաստելու, այս անգամ ընձի ներող կլինենք ու ջան։ Մեզ պետք է շատ պարզ ու շատ օգտակար բաղադրիչներ, սպանաղ, չերի լոլիկ, հնդկական անգույց, լիմոն ու ձիթայուղ։ Իսկ ես կպատրաստեմ աղցան, որը ոչ պահքի համար է, իհարկե մածուն կա այստեղ արդեն։ Դե գոնե մի բան լինի։ Մածունը, նուրը, սպանախը, քանի որ արդեն Արմանը սպանախ օգտագործում է, ես էլ որոշեցի մածունով շատ թեթև աղցան պատրաստեմ, ընկույց, նուր, մածուն եւ սպանախ է անհրաժեշտ։ Թրծրել ես էլի իմ սպանախը։ Հա, մի քիչ կողքից կողացել եմ, էլի։ Հիմա ես մանր կկտրեմ։ Իսկ դու պատմի, փաստորեն մենք թանձրուկ ենք պատրաստում։ Հա, մենք սպանախը օգտագործելու ենք թանձրուկի համար, արիշտան այսօր մենակ չի, էլի։ Ինչ որ ձևով պետք է այդ մենակ մնացած արիշտայի սիրտը շահել, վերջը ինքը միշտ իրան քյուֆտայի հետ Գարունա դուրսը։ Քիչ, հա, ամեն դեպքում։ Այս հարուստ ձմեռից հետո կանաչ բաղադրիչները կարծում եմ մեզ չեն խանգարի։ Անպայման։ Դե հիմա հատկապես գարուն գույներ, մենք միշտ ենք իհարկե փորձում այստեղ գույները Անուշի մոտ տարին 12 ամիս գարուն է։ Բայց այսօր առավել եւս փորձեցինք այսպես գունեղ ստացվի մի քիչ։ Ես ասում եմ, ինքը արիշտան մի քիչ իր համար կարող է անկոմֆորտ լինի, որպես մեր պապական եկած ուտելիք, ինքը երբեք թանձրուկով չի մատուցվում, իր համար թանձրուկը եղել է այդ յուղը տնական եւ վերջը, չի եղել ուրիշ տարբերակ, բայց հիմա մենք իմպրովիզացիա ենք։ Ես քեզ ասեմ, դու իմանաս, արիշտան որ կար, սպագետին դոր էր այդ վաղտը, չկար այդ վաղտը, սպագետի չկար։ Ինքը շատ հին եկած պատմություն ունի։ Որ թվականների մասին է խոսքը։ Ինչը։ Որ թվականների մասն է խոսքը։ Թվականներով չեմ կարող ասեմ, ես որ ասում եմ պապական, դուք պատկերացրեք, ասեք մինիմում 100 տարի, էլի, ասենք մինիմում, որտեղ մեր պապերը քանի որ շատ առողջ են։ Սամվել, այո, հատկապես գավառում, հատկապես Գեղարքունիքի մարզում շատ են պատրաստում արիշտա եւ լավ են պատրաստում։ Դե հա, ինչ-ինչ պատճառներով այնտեղ վիրուսներ էլ չի լինում։ Չմեկնաբանենք ինչ պատճառներով, հա։ Բոլորս գիտենք, ընկույզը ավելացրեցի։ Հա, ավելացրեցինք հնդկական ընկույզը։ Հիմա կարող ենք սա մի անգամ հարել, հետո արդեն մնացած բաղադրիչներն էլ ավելացնել, այդպես համել շատ սիրուն կլինի։ Մինչ այդ ես կտրեմ լոլիկը, որ ավելացնենք հետո Հա, դու կարաս լոլիկը կտրես, ես մի հատ պտտվեմ գամ։ Մենք ամեն անգամ պետք է ավելացնենք։ Մենք ամեն անգամ խոհանոցային հատվածում ունենում ենք բացահայտում, թե ինչպես կարելի է այս կամ այն ազգային խոհանոցը միաձուլել կամ միաձուլել ժամանակները, որովհետև գիտենք շատ բաղադրատոմսեր հենց վերջին շրջանում են դառնում ավելի նորաձև եւ փորձում ենք ավանդական խոհանոցը միախառնել այդ նորաձև բաղադրատոմսերի մի քանի բաղադրիչին ու ստանալ նոր, ավելի հետաքրքիր, ավելի համեղ ու այս դեպքում նաեւ պահքային բաղադրատոմս։ Բայց Արմանը այնքան լավ նկարագրեց այդ արիշտան, որ սիրտս քաշեց դեպի գավառ։ Ինձ թվաց սկսեցիր խղճալ արիշտային, որ մենակ է հիմա, առանց քյուֆտայի։ Չգիտեմ ասեմ ցավոք սրտի թե ոչ, բայց չստացվեց ինձ մոտ
որպես ես էլ մասնակից լինեմ պահքի, բայց ես կարող եմ հանգիստ գնալ եւ արիշտան վայելել դասական։ Մատուցմամբ։ Չնայած բայց լավ նկարագիր, ես եմ ուզում հիմա տենց նստեմ մեքենան մի անգամից։ Գնանք գավառ։ Գավառ։ Ու համով այդ իր ասած է տնական ինչով։ Յուղով։ Արիշտան, կողքից բարի քյուրթաներն են կմասնակցեն իմ դեպքում, դու պահքում ես։ Չէ։ Մեր դեպքում Մենք գնում ենք բարի քյուրթ քյուրթաներն են կմասնակցեն։ Նրանց ճշտենք երբ։ Արման, երբ են գնում գավառ։ Ինչ, երբ են գնում գավառ։ Մենք ուզում եի ասել, Գավառ։ մենք գավառից հետ չենք էլ գալիս, դուք չգիտեք։ Չէ, զուտ ֆիզիկապես, քանի որ հիմա Երևանում ենք։ Չէ, մի օր ուզում ենք գանք գավառ, արիշտան դասական մատուցման փորձենք։ Այդ բարի քյուրթան եւ յուղով տնական արիշտան։ Շատ հետաքրքիր ու լավ կստացվի ձեր հետ իրականում մարդիկ ուրախ կլինեն ձեզ այդ ավանդական արիշտան մատուցել։ Մինչ այդ ես ասեմ, որ չերի լոլիկը կտրատեցի, հիմա մի քիչ լիմոնի հյութ ենք անում։ Այսպես։ Ու ավելացնում ենք մի փոքր Ձիթապտղի յուղ։ յուղ, խնդրեմ։ Դուք եք մտածել այս թանձրուկը։ Հա, իրականում ես չեմ հիշում ինչ որ միտեղից նայել եմ, այսի կնոջս հետ ենք հորինե ու էլի պահքի ընթացքում, պահքի շրջանի ընթացքում ենք հորինե, հետո ավելացնելու ենք մի փոքր աղ ու նորից հարենք։ Իսկ ես այդ ընթացքում ավելացնեմ մածունը։ Մի քիչ պեստոյին է նման։ Գույնով, հա։ Գույնով։ Հա։ Համով Ընդհանրապես։ Ես ձեզ հիմա պիտի պատմեմ արիշտայի մասով մի պատմություն, ուրեմն լավ հեսա հարեմ ասեմ։ Լավ։ Մինչև դուք հարեք, ես ընկույզը կկտրեմ, որպեսզի ավելացնենք նաև ընկույզ։ Բայց ախր եղանակն էլ էլի նպաստում։ Շատ շուտով։ Մենք ամեն դեպքում մտովի գնացել ենք գավառ։ Աբովյան քաղաքն էլ անցա։ Ահա, ուր ես հասել։ Հրազդանի կողմերն եմ ինձ թվում։ Շատ, այնտեղ մի քիչ ավելի սառն է, քան մայրաքաղաքում։ Չարեցավանն եմ իջնում։ Եթե հետ եկաք պատմեմ, հա, եթե շատ Ես ճանապարհ Չարեցավանով իջնում եմ արդեն, Ես դու ուրեմն զանգեմ պատմեմ ես պատմությունը։ Արիշտան ասքան որ ասացի արդեն շատ հնուց է եկել։ Ուրեմն հին ժամանակներում մարդիկ արիշտան պատրաստել են խմորից ու ինքը ձմեռվա պաշար կերակուր է, էլի համարվում է, քանի որ հեշտ է եղել պահելը, հետո հանել են, բովել են, ինքը process-ը շատ հետաքրքիր է։ Ես շուտով իմեջում իրական process-ը կկիսվեմ, միգուցե հենց դա էլ առիթ լինի, որ միասին հենց գավառում են, հենց այնտեղ էլ պատրաստելու եմ, հատուկ գրտնակ կա, որով որ կտրվում է այդ խմորը, երևի տեսել եք։ Տեսանյութ ենք պատրաստել, այո, թե ինչպես են իրականում պատրաստում այդ գրտնակը։ Շատ հետաքրքիր է ու այն ժամանակ դե դանակով են կտրել, ոնց որ չէ։ Ուրեմն Միշա անունով մարդ է եղել, այդ մարդը ապրել է շուկայի կուշտը։ Մեր մոտ կուշտը շուկայի մոտ, կողք։ Ոնց որ ապրել է այդ մարդը շուկայի կուշտը, ես կարող եմ իմ բարբարով պատմեմ, որ ոնց է։ Ավելի համով է։ Այս մարդը ուրեմն օրիշտայի բանը ա եղել, այտենց պստի խանութ է էլի եղել, հա, ինքը միշտ իր մոտ օրիշտայի է ելել։ Հիմի ես դեզի շուտ ասելուկ եմ ասում։ Մենք իրար հետ իսի պետք է կոնանք կրկնենք։ Բայց դա իլը հարցակոնն թե չենք կանա, էլի։ Արման, մեզ հետո գործից չեն հանի, չէ՞ բայց։ Եթե չեմ կարծում, չէ, գործից չեն հանի, բայց հանկարծ մի սխալ բան չտասվի ուղիղ եթեր բարբարով եմ նետում, հա։ Պիտի ոնց որ պիտի բարբարով էլ ասենք, մի քիչ։ Չէ, բարբարով չի լելու, ես մտածել եմ ձեր այդ մասը հանգիստ եք։ Հեշտացրել է մեր գործը։ Մի հատ կրկնեմ կամ։ Ուրեմն, քանի որ ասեցի, պատմությունը արդեն ձեր համար պարզ է, չէ՞, հին ժամանակներ Ուստա Միշա Եվ արիշտա։ Շուկայի կուշտը։ Շուկայի կուշտը։ Ուստա Միշան միշտ կուշտա, մոտը միշտ կա արիշտա։ Կուշտը, մոտը միշտ կա արիշտա։ Հիմա այդ նույնը ասելու ենք մոտը բառը փոխարինելու ենք կուշտ բառով։ Կուշտը միշտ կա Պատրաստեք։ Պատրաստեք։ Ուստա Միշան միշտ կուշտա, կուշտը միշտ կա արիշտա։ Դե ասա։ Ուստա Միշան միշտ կուշտա։ Ուստա Միշան միշտ կուշտա, կուշտը միշտ կա արիշտա։ Շատ լավ։ միշտ կա արիշտա։ Դե Ահա թե որտեղ է պետք առաջին կուրսում շուտ ասելիքներ Ուստա հաճախ։ Միշան միշտ կուշտա, կուշտը միշտ կա Մեր արիշտա։ թիմը հաղթեց։ Մենք արդեն արիշտա ասեցի, հիշեցի, մենք նախապես ուրեմն խաշած արիշտա ունենք։ Հիմա արդեն ես անցնում եմ մատուցման պահին,
Չնայած եկեք առաջինը սոուսը դնենք, որ ավելի թիթիզ լինի։ Թիթիզ արիշտա։ Հա, այսօր կարելի է հենց այդպես էլ վերնագրել մեր արիշտը։ Իսկ ես այստեղ ավելացնեմ նուրը։ Գործերը ոնց են։ Այստեղ նուրը ավելացնեմ։ Արդեն մենք էլ ենք մոտենում ավարտին եւ Սպանախը, մածունը, նուրը, ընկույզը հիմա կավելացնենք, մի փոքր աղ ավելացրեցինք ու ընկույզը։ Եվ վերջ։ Ուստա միշան միշտ կուշտա, կուշտը միշտ կա, Կուշտը արիշտա։ միշտ կա, արիշտը։ Պետք է արագ ասեք։ Մնում է մի քիչ արագացնել։ Ու պատմությունը կհիշեք, լավ։ Ժողովուրդ։ Անպայման։ Ուստա միշան միշտ կուշտա, Կուշտը միշտ կա արիշտա։ կուշտը միշտ կա, արիշտա։ Ուստա միշան միշտ կուշտա, կուշտը միշտ կա, արիշտա։ Պարապում ենք ուստի։ Անդր կուշտից հետո մի հատ է պետք է կուշտ ասես, այդ Հա, բա։ բարձությունը։ Որ մեկը։ Բայց ժողովուրդ Ուշտից կողքից հետո մի մեզ հատ է խնդալու է։ Ուստա միշան միշտ կուշտա, Կուշտը միշտ կա արիշտա։ կուշտը միշտ կա, արիշտա։ Ուստա միշա միշտ կուշտա, կուշտը միշտ կա արիշտա։ Հերիք չերկու շապտեր Անուշ ջան, մի հատ էլ շուտ ասելուկ էինք խաղում։ Նոր շուտ ասելուկ։ Հիմա վստահ եմ մեր հեռուստադիտողներն էլ են փորձում այդպես։ Փորձեք։ Իրարից նեղանալ չլինի ժողովուրդ ջան։ Ես մի հատ տենց միջանկյալ շուտ ասելուկ էլ կա, դա երևի մեր մեծերը էլի հին ժամանակներից եկած է, էսե ասեմ, որ դու պրոֆիլակտիկ էլի, ասենց կպարապեք, հա, որ ես արիշտայովը կարինակ ասեք, հա, այս մեկն է ասեմ, ձինջրում ջորին ձորում։ Զինջրուն, ջորին, ջոր։ Ջորին ջրում։ Ջորին, ջոր։ Ջրում։ Նորից Չեմ խնդում, ուղղակի ուրախ եմ, Անուշ։ Ես էլ։ Անդեր ձձ թե ջջը։ Ջջը։ Նորից։ Ձինջրում ջորին ձորում։ Հակառակը։ Զինջրում, ջորին, Խնդում ջորում։ եք, դե դուք էլ ասեք։ Շատ մի րոպե պետք է Ձինջրում ջորին շուտ ձորում։ ասելուկի խնդիրն է, որ պետք է սկզբում հասկանալ տրամաբանությունը, հետո ասել։ Ջորին ջրում։ Չէ, երկուսն է ջրում։ Այն վայ ձին Ջորին, ջրում։ ձորում։ Ձին ջրում, ջորին ձորում։ Այո։ Ձինջրում, ջորին, ձորում։ Դա Դե ավելի հիմա դրանից հետո շուտ են մեկ ասել։ Այս ախր Ավելի շուտ։ ես Արման Սա հասկացա նախավարժանք էր։ գաղտնիքը հասկացա։ Սա չի կարելի աշխատանքային ժամի առավոտյան նման շուտ ասելուկներով Տանջանքներ։ Սա պետք է երեկոյան համեղ սեղանի շուրջ տնական պատրաստված այն ինչ որ դու չէիր ուզում անվանել գաղտնիքը որ չեն վիրուսներով վարակվում այդ շրջանում բնակվող մեր հայրենակիցները տնական բայց ընտիր մի 150 գրամ ոչ ավել ապա ընտիր բոլոր տեսակի շուտ ասելուկները միանգամից հալած յուղի պես կստացվի Իրականում ես ձեր պարագայում չէի ասի, որ առավոտը չի կարելի ասել, որտեվ շատ հմուտ ու շատ ճիշտ Դա ասեցի։ աշխատանքային է դառնում, Գործի հասկանում ես, որ բերումով։ վարժություն է դառնում։ Հետո օրվա մեջ կարող է հիշես վերցրնել։ Լավ։ Մենք ուրեմն ինչ ունեցանք Անուշ ջան, Սահակին լավ սեղան է Արիշտայով, արիշտայով հիանալի ուտեստ Թիթիզ արիշտան եւ անմահական աղցան։ նայեք, գույները, տրամադրությունը լրիվ գարնանային եւ ունեցանք նաեւ այսպես ոչ թիթիզ, բայց Բայց շատ թեթև ախորժելի է։ ախորժելի աղցան, նուր, սպանախ, մածուն, ընկույզ եւ այստեղ նույնպես ոչ հունական, հնդկական ընկույզ, սպանախ եւ կիտրոն ավելացրեցինք ու ձիթայով։ Ու լոլիկ մի փոքր։ Առանձին այս սոուսից դնում եմ, մենակ առանձին կփորձես որպես։ Ես վստահ եմ, որ շատ համեղ է, ես վստահ եմ, որ համեղ է եւ մեր հեռուստադիտողներն էլ վստահ եմ այս բաղադրատոմսը կօգտագործեն այսօր։ Շնորհակալություն Արման։ Ձեզ եմ շնորհակալ, ուրախ եմ, որ sense ձեր Մենք չենք տաղավարում ինձ փորձելու քո պատրաստած թանձրուկից։ Ինչպես թե ոչ։ Թանձրուկից ես Սոուսից որպես խոհարար Անուշին խորհրդովեցի, որ ինքը ձեզ որպես արդեն Վերջ Արման, մենք էլ չենք գալիս գավառ։ մեր վերջ մեջ Ինքը մեզ չտվեց սոուս։ Մեր մեջով ծև կատու անցավ։ Ինքը մեզ չտվեց սոուս փորձել։ Պետք չի ինձ դեն շուտ եղանալ, հավատա, դա շայրից չի բխում։ Տակ, չտակ, մենք մեկը վազելու ենք շատ շուտով խոհանոց, մեր ամենա Հիմա մի համով։ շուտ ասելու կել կասի, արագ։ Արագով մի շուտ ասելու կել։ Իրականում չորացով շատ համով կլինի այս սոուսը, կարող փորձեք, իհարկե եթե Անուշի փորձելուց հետո մնա, էլի։ Եթե Անուշը թողի։ Տանը չոր հաց կա։ Տանը չոր հաց կա։ Չորահացել կարող ենք պատրաստել։ Խաշի Չէ, սեզոնը վերջացել։ թավան հիմա կդնենք թող տաքանակը կալմրացնենք Մենք հացը։ կարող ենք տեղում ենք։ Շենեսը Տեղում։ չմերքել։ Մենք արդեն խոհանոցում ենք մտովի, գավառից վերադարձել է, եկել ենք խոհանոց։ Արման Շնորհակալ ենք։ Սոբատյանն էր մեր տաղավարում եւ մեր գեղեցկոյ Անուշը։ Շատ շնորհակալություն ձեզ։ Վստահ ենք, որ շատ համեղ է ստացվել։
Բայց կոչ ենք անում, որպեսզի քանի այսպես եղանակներն էլ լավացել է ու հենց այդ սեզոնն է այդ ամենագեղեցիկ, որպեսզի մենք կարողանանք մեր Հայաստանով մեկ շրջագայել։ Առաջինը պետք է Գավառից սկսել։ Կգնանք Գավառ, դասական կերպով արդեն Արիշտան կմատուցվի։ Կամ եթե պահքի մեջ եք Թիթիզ Արիշտա։ Կամ էլ Թիթիզ Արիշտա։ Շնորհակալ ենք։ Ձեզ ենք շնորհակալ ու եթե կա Քյավառ, անպայման հիշեք, որ մենք այս նկարահանումը պայմանավորվել ենք ու այս շուտ ասելիքները պարապել ենք իմ քերի ծնունդի օրենքը զտարին Քյավառցի է։ Այսօր իր ծնունդն է։ Այ հիմա իր ծնունդի Կանադայում է ու թե ժամային գոտին հակառակը մենք արագ կարանք շնորհավոր ենք հետո ինքը կարտանա տես կտեսնի Քերջան ծնունդի շնորհավոր որ կամերային նայում ժողովուրդը Քերջան ծնունդի շնորհավոր այս շուտ ասելուկը մեր բոլոր Քյավառցիքի ու քո պատվին լավն է Շատ լավ է։ Անտիպ։ Շնորհակալություն։ Ուրախ ենք իրականում որ ստեղ ենք ձեր շատ լավ անցնում Ձեզ հետ Շնորհակալություն ձեզ լավոր մենք էլ արեցօգտվելով ողջունում ենք բոլոր Գավառում բնակվող մեր հայրենակիցներին մենք ձեզ շատ ենք սիրում մնացեք մեզ հետ մենք գնանք վայելենք դուք էլ փոքրիկ դադարեցնեք բայց կվերադառնանք գնացեք